Այս շաբաթ 4 ամսվա դադարից հետո առաջին անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Աբու Դաբիում այս տարվա առաջին բանակցության մասին տարածած պաշտոնական հաղորդագրությունը շատ ժուշկալ էր։ Հիմնականում այն մասին, որ Երևանն ու Բաքուն շարունակելու են ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր ընդլայնել առևտրատնտեսական կապերը։ Հայ փորձագետները միանգամից արձանագրեցին, վատ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր անելը, բայց իրականում քաղաքական առևտուր է տեղի ունենում։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակով Փաշինյանի ու Ալիևի պարգևատրումից ժամեր հետո Բաքվի դատարանը հրապարակեց գերեվարված 15 հայերի սարսափեցնող դատավճիռները։ Արդյոք բանակցությունների Միացյալ Նահանգների փոխնախագահի սպասվող տարածաշրջանային այցի ու ինտրիգների արանքում հնարավորություն մնում է գերիների վերադարձի համար։ Բոլոր այս հարցերը կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Այս շաբաթվա բանակցությունների մասին ինչ էին խոսում հենց Ադրբեջանում։ Չնայած պաշտոնական տեղեկությունները շատ սակավ են, բայց ադրբեջանական վերլուծական շրջանակներից հնարավոր եղավ Լարա որոշակի հարցերի պատասխաններ գտնել։ Մասնավորապես նրանք ասում էին, որ Աբու Դաբի այս հանդիպումը սովորական հանդիպում չէ, այլ հայ-ադրբեջանական հարաբերություններում, այսպես ասած, ժամացույցների համադրման կարևոր հանգրման։ Այս մասին մանրամասն խոսել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազատ Իսազադեն։ Նրա խոսքերով, քանի որ արդեն կար նախադեպ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեռների տարանցման վերաբերյալ, այսինքն հեռակա տարբերակով հնարավոր էր պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա տետ-ա-տետ հանդիպում պետք է ավելի նուրբ հարցեր քննարկելու համար։ Իսազադեի խոսքերով մեջ բերեմ, իհարկե Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանի ընտրություններում հաղթի Փաշինյանը եւ պետք է որոշակի ոչ շատ բացահայտ գործողություններ անի աջակցելու համար։ Այսինքն ստացվում է Բաքուն փորձում է Երևանի հետ կառուցել այնպիսի հարաբերությունների մոդել, որ Երևանում ներկայիս քաղաքական կուրսի կայունությունը հնարավոր լինի պահպանել նաև ընտրություններից հետո։ Այո Լարա, որովհետև Բաքվում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները կարող էր ազդել դեռ չստորագրված խաղաղության հռչակագրի վրա եւ ըստ վերլուծությունների Աբու Դաբի հանդիպումը հենց այն մասին էր, որպեսզի Ադրբեջանի հետ գտնեն փոխհմբռնման այնպիսի քայլեր, որը չի հանգեցնի Հայաստանում իշխանափոխության կամ իրավիճակի ապակայունացման կներեք, սա ռազմավարական աջակցություն է այլ կերպ եթե ասեմ, բայց միայն Բաքվի թելադրանքով։ Բայց հակասություն չկա այս վերլուծության եւ մեկ այլ իրադարձության, որ էլի այս շաբաթ տեղի ունեցավ, Բաքվում մինչեւ 20 տարի կամ ՑՄԱ ազատազրկման դատապարտվեցին 15 հայ գերիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Սա ապակառուցողական քայլ չէ։ Լարա, պետք է նշեմ, որ մեր հայրենակիցների դատավճիռների հրապարակումը իրականում ոչ թե վերջնակետ էր, այլ սակարկության մեկնարկ էր։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար կրոնական եւ հումանիտար հարցերը առաջնահերթ են եւ Ադրբեջանը նման կերպ երբ որ իրավականորեն ամրագրեց իր գերիներին, դրանից հետո հնարավոր է եւ ակնկալվում է ըստ ադրբեջանցի փորձագետների անգամ, որ Բաքուն Վենսի տարածաշրջան այցից առաջ կամ հետո էլի որոշակի թվով գերիների կփոխանցի Հայաստանին որպես մարդասիրական քայլ, բայց պետք է նշեմ, որ գերիների եւ պատանդների հարցը Ադրբեջանը միշտ էլ օգտագործել է որպես խաղաքարտ եւ իր քաղաքականությունից իրականում չի էլ հրաժարվել։ Ստացվում է, որ չպետք է զարմանանք, եթե առաջիկա առնվազն 4 ամսվա ընթացքում տեսնենք ավելի զուսպ Ալիև, ավելի զուսպ Ադրբեջան, որը, այսպես ասած, չի փորձում տորպեդահարել նախընտրական պրոցեսները։ Այո, Լարա, անգամ ադրբեջանցիներն են այդպես ասում, որ կոշտ տարբերակը միշտ սեղանին է, այսինքն Ադրբեջանը հստակ սպասելիքներ ունի Փաշինյանից եւ իր թիմից, եւ եթե այդ սպասելիքները չարդարանան, գործի կդրվի փափուկ ուժ, օրինակ այս դեպքում հաղորդուղիների փակման տեսքով։ Միևնույն ժամանակ Բաքուն երբեք էլ չի հրաժարվել հարցը զենքով լուծելու տարբերակից եւ դրա մասին համենայն դեպս երևում է, երբ ուսումնասիրում ենք ադրբեջանական փորձագիտական դաշտը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։